Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձինք կարող են ալիմենտ բռնագանձելու պահանջով դիմել դատարան։ Ալիմենտ ստանալու իրավունք ունեցող անձը կարող է ալիմենտի բռնագանձման համար դիմել դատարան, անկախ ալիմենտի իրավունքի առաջացման պահից անցած ժամանակահատվածից, եթե նախկինում ալիմենտի վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ չի վճարվել։ Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող 3 տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտ չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով։ Ալիմենտ բռնագանձելու գործերով դատարանը կարող է ալիմենտ բռնագանձելու որոշում կայացնել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս մինչև ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ վճռի կայացումը։ Բռնագանձվող ալիմենտի չափը որոշում է դատարանը՝ ելնելով կողմերի գույքային և ընտանեկան դրությունից։ Երեխաների համար բռնագանձվող ալիմենտի չափը որոշվում է Ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան։